Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների և խաղաղության հեռանկարի մասին հայտարարել է, որ եկել է ժամանակը ընդունելու նոր իրողությունները և առաջ նայելու։ Մասնավորապես նա թիրախավորել է արցախցի մեր հայրենակիցներին, նշելով, որ այդ մարդիկ պետք է շարունակեն ապրել Հայաստանում և սպասեն մինչև Հայաստանի ներկայիս իշխանությունը իբր անցնի խաղաղության հաջորդ փուլին, որից հետո նոր արցախցիները կկարողանան այցելել պատմական Արցախ։ Ստացվում է, որ ըստ Սիմոնյանի մարդիկ պետք է ընդունեն կորուստը, մոռանան հայրական տունը, այնտեղ ապրած տարիները, շարունակեն իրենց կյանքը Հայաստանում և սպասեն քաղաքական գործընթացների ավարտին իրենց պատմական հայրենիք վերադառնալու հույսով։ Բայց այստեղ կարևոր է նկատել, որ Արցախ կարող են միայն այցելել հյուրի կարգավիճակով, ինչպես օրինակ այսօր այցելում են Թուրքիա։ Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը կրկնում է նույն այն թեզը, որը 5 տարի առաջ հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Ինչ է նշանակում նոր իրողություններ ձևակերպումը, ինչպես են Սիմոնյանի հայտարարությունները գնահատում մասնագետները, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականին հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղի պատերազմի արդյունքներից հետո տարածաշրջանը պետք է սկսի նոր փուլ։ Նրանք պետք է սկսեն ապրել նոր իրողությունների մեջ և գիտակցեն, որ այն, ինչ եղել է, այլևս չի կրկնվի։ Նմանատիպ միտք 2026 թվականին իր հարցազրույցներից մեկում հնչեցրել է նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տղաներ, ամեն ինչ ավարտվեց, հետ նայելն այլևս չի կարելի ոչ մեզ, ոչ ձեզ համար։ Սիմոնյանը հարցազրույցում ասում է, չի ցանկանում հակառակ երկրի փաստաբանը դառնալ, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Վերջակետ ենք դնում, սեղմում ատամներն ու շարունակում ապրել։ Ինչու ենք սեղմում ատամները։ Որովհետև ցավոտ է այդ մարդկանց համար։ Նրանց համար ցավոտ չէ։ Նրանց ում։ Ադրբեջանցիների համար ցավոտ չէր։ Արցախում ապրողների ճնշող մեծամասնությունը հայեր են եղել հազարամյակներ շարունակ և այնտեղ ոչ միայն ապրել, կերել ու քնել են, ինչպես քարոզում է գործող իշխանությունը, այլև քաղաքակրթություն, պետականություն և մշակույթ ստեղծել, զարգացրել, նշում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։